այդպես բաներ, այդ դեմագոգիա է։ Դեմագոգիա, մանիպուլյացիա, ժողովրդի նախկատության ճիրաններից հանելու խոստումներ տված իշխանավորները նյարդային են արձագանքում իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարների մասին հարցերին։ Ախր հիմա դուք դասական մանիպուլյացիա եք Ինչ մանիպուլյացիա, ինչ դեմագոգիա, նկատում են լրագրողներն ու թարմացնում պարգևատրված ՔՊԱ-ների հիշողությունը։ Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին աղքատ է ըստ պաշտոնական վիճակագրության։ Չի ցնցվում այս տխուր փաստից Ալեն Սիմոնյանը, որը Թայլանդում է անցկացրել ամանորի արձակուրդը։ Ինքը Թայլանդում է զվարճացել, որովհետև վստահ է, թե մյուս հայաստանցիներս էլ իր բառերով Դուբայներում, Եգիպտոսներում ենք ճոխ դիմավորել 2026-ը։ Նաև լիքը մարդ Դուբայներում է դիմավորել, Եգիպտոսներում է դիմավորել, տարբեր երկրներում է դիմավորել, հյուրանոցներում լեփ լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում է դիմավորել։ Խորհրդարանի խոսնակը տեղեկացնում է, շարունակվելու են պարգևատրումները։ Ի վերջո, պաշտոնյաները պետք է լավ հագնվեն, որ արտասահմանցի հյուրերի մոտ խայտառակ չլինեն։ Ասեմ ավելին, էլի է տրվելու, այլ համամասնությամբ նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետքա մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Սիրելի ժողովուրդ, Այս թեզի հեղինակը Նիկոլ Փաշինյանը իր այս հայտնագործության մասին 2 ամիս առաջ խոսել էր մարզահամերգային համալիրում պետական համակարգի հազարավոր աշխատակիցների առաջ։ Պիտի ուղիղ խոստովանեմ, որ պետական մարմիններում վարձատրության չափերի բարձրացման թեման քաղաքական խնդիր է, որը ունի երկու կողմ։ Առաջին կողմն այն է, որ բոլորս հասկանում ենք պետական մարմինների մրցունակություն աշխատանքի շուկայում բարձրացնելու անհրաժեշտությունը։ Բայց նույն ելույթում Փաշինյանը խոստովանել էր, երբ այսքան սոցիալական խնդիրներ կան երկրում, հանրությունն իրենց կխարազանի, ամոթանք կտա։ Նախ եւ առաջ քաղաքական շեյմինգի, այսպիսի նոր տերմին կա, այսինքն քաղաքական ամոթանքի վախից, որովհետև նման դեպքերում հանրության առաջին ռեակցիան հետևյալն է. երկրում այսքան սոցիալական խնդիր կա, դուք պետական մարմինների աշխատողների, այսինքն պաշտոնյաների վարձատրությունն եք ուզում ավելացնել։ Վարչապետի այս ճառից 2 ամիս չանցած պայթեց սկանդալը, որ կառավարությունում ավելի քան 3 միլիարդ դրամի պարգևավճար է բաժանվել։ Փաշինյանն ինքը 2025-ի միայն առաջին կիսամյակի աշխատանքի համար մոտ 11 միլիոն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Մոտ 1 միլիոն 970 հազար դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել։ Զեկույցը Պետական առանձին մարմինների խրախուսման պիլոտային կարգը կառավարությունը ընդունել է 2025-ի նոյեմբերի վերջին։ Մեկ ամիս չանցած սկսել են պարգևատրումները։ Կառավարման փորձագետների խոսքով մեկ ամիսը շատ կարճ ժամանակ է որոշելու ով է միլիոնների պարգևատրման արժանի, ով ոչ։ Ու որքան էլ իշխանական էլիտան ամենատարբեր ձևակերպումներով արդարացնում է միլիարդների պարգևավճարները, փողոցում բողոքի ալիքը չի մարում։ Անբարոյականություն է, էլ ինչ կարող եմ ասել։ Իհարկե սխալ է, պետք է առաջին հերթին ժողովրդի մասին մտածեն, հատկապես թոշակառուների։ Պարոն Փաշինյանը երևում ամոթ չունի։ Մոռացել է, ոնց Տոպրակուսին եկավ դառավ վարչապետ ու ժողովրդին մոռացավ։ Ժողովրդին գցել են տարապկա են դարձրել։ Թերեզա Կադաևչյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։